Ուզում եմ անդրադառնալ երկու շատ կարևոր հարցի, որը հնչում է այս օրերին։ Առաջինը մանդատները վերցնում ենք, որովհետև գնանք ազգային ժողով աշխատավարձ ու պարգևավճար ստանանք։ Սա շատ աբսուրդային ու ծիծաղելի է, սիրելի հայրենակիցներ ջան։ Խնդրում եմ դադարեցնել այս տիպի քննարկումները, որովհետև մենք Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչներից որևէ մեկը չի կարող ֆինանսական խնդիրներից ելնելով մտնել ազգային ժողով կամ վերցնել մանդատ։ Մենք յուրաքանչյուրս այն ուժի ներկայացուցիչներն ենք, ովքեր տեղերում այնքան կայացվածություն ունեն, որ դա չի կարող պատճառ հանդիսանալ։ Մեր պայքարը սկսել ենք ձեզ հետ միասին, սկզբից մինչև այս պահը, ու պիտի շարունակենք ձեզ հետ միասին։ Մենք թողնում ենք ամեն բան, հասկանալով բոլոր դժվարություններն ու բարդությունները, այն խնդիրները, որ այս իշխանությունը չունի կարմիր գծեր ու պատրաստ է ամեն ինչի։ Այս ամենը հաշվի առնելով մենք մեր ձեր պայքարը շարունակում ենք ազգային ժողովում, շարունակում ենք փողոցում, շարունակում ենք մայրաքաղաքում, շարունակում ենք մարզերում, մի տարանջատեք մեզ ձեզնից։ Մենք սկսել ենք շատ պարզ ու թափանցիկ, մենք ձեզ հետ եղել ենք շատ պարզ ու թափանցիկ եւ այդպես է շարունակելու ենք։ Այս պառակտումը, որ փորձում են այլ ուժեր մտցնել մեր մեջ, չի կարող ունենալ արդյունք, որովհետև մեր նպատակը այլ է, մեր նպատակը ձեզ հետ միասին ազգային ժողովի հարթակը օգտագործել, այդ գործիքակազմը օգտագործել, որպեսզի մեր պայքարի ձայնը ավելի լսելի լինի։ Չենք հիասթափվում։ Նորից եմ կրկնում, մեր պայքարը ձեզ հետ է։ Մենք միասին պիտի հասնենք ցանկալի փոփոխությունների։